Տիկին Եղազյան, ասացեք, խնդրեմ, թե ակնաբուժության նախագիծը քանի տարի է գործում մեր երկրում եւ ինչ արդյունքներ, զգալի արդյունքներ պետք է որ արձանագրած լինեն։ Հայկական ակնաբուժության նախագիծը արդեն 30 տարի է ինչ աշխատում է Հայաստանում, այն ստեղծվել է, հիմնադրվել է ամերիկահայ բժիշկ Ռոջեր Օհաննիսյանի կողմից եւ առայսօր արդեն իրականացվել է 62 բժշկական առաքելություն, մեր առաքելություններում եւ աշխատանքներում մասնակցել են ավելի քան 100 կամավոր, մենք իրականացրել ենք ավելի քան 25 ծրագիր եւ հիմա ներկայացնում ենք դրանք, իրականացնում ենք նաեւ միջազգային համաժողովեր, անցյալ տարի այն 20-րդ համաժողովն էր միջազգային, որի ընթացքում Հայաստան են գալիս շատ ականավոր ակնաբույժներ, բացի դրանից իհարկե հիմնական աշխատանքը արվում է Հայաստանում հայկական բժիշկների կողմից, հայ բժիշկների կողմից եւ եթե ուղղակի ամփոփել շատ այն թվերը, որոնք կարող եմ ձեզ ներկայացնել, այս տարիների ընթացքում մենք ստուգել ենք ավելի քան 500,000 մարդու, շարժական հիվանդանոցում վիրահատվել էին 30,000 մարդ, պատկերացնում եք, շարժական հիվանդանոցը շրջում է Հայաստանի մարզերում եւ անվճար վիրահատություններ եւ ակտային հետազոտություններ է անում։ Հայկական ակնաբուժության նախագիծը աշխատում է նաեւ անհասության ռետինոպաթիայի դաշտում, մանկական սկրինինգներ իրականացնում դպրոցներում, ունի մարզերի ակնաբուժական ենթակառուցվածքի վերակենդանացման կամ զարգացման ծրագիր, որի շնորհիվ ունենք 5 մարզային կենտրոններ Հայաստանի 5 մարզերում եւ այժմ նաև ստեղծում ենք դիագնոստիկ կլինիկաներ եւ իհարկե մեծ դիաբետիկ ծրագիրը, որը իրականացնում ենք դիաբետի համաշխարհային հիմնադրամի հետ։ Եղազյան, շատ տպավորիչ են թվերը, դուք որքանով հասկացանք բոլոր մարզերում աշխատել եք, այսպես ասած գյուղ չի մնացել, որ ակնաբուժության նախագիծը ոտք չդնի։ Ի վերջո հայկական ակնաբուժության նախագծի հիմնական թիրախը դա մարզերն են եւ գյուղերն են։ Երբ ստեղծվում էր այս ծրագիրը եւ երբ շարժական հիվանդանոցը բերվում էր Հայաստան 2002 թվականին, գաղափարը այնպիսին էր, որ մայրաքաղաքի բնակչությունը կարող է ունի հասանելի հնարավորություններ մայրաքաղաքի հիվանդանոցներում ստանալ ակնաբուժական ծառայություններ եւ խնամք, սակայն նրանք ովքեր որ մարզերում են, դրանց համար խիստ անհասանելի է։ Այդ իսկ պատճառով այդ ահռելի հսկա շարժական հիվանդանոցը սկսեց շրջել Հայաստանով։ Մեկ արդեն իրականացել է, եթե չեմ սխալվում, 10 շրջայց եւ այդ ժամանակ է որ այս ծրագրի գաղափարախոսությունն է, որ որակյալ ծառայությունները գնացել են դեպի բնակիչը, դեպի գյուղացին, դեպի մարզում ապրող մարդը եւ կարող եմ հպարտությամբ ասել, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք ստեղծել պահանջարկ որակյալ ծառայությունների նկատմամբ, այսինքն այն մարզերում, որտեղ որ մենք եղել ենք եւ լինում ենք, նրանք արդեն գիտեն, որ շարժական հիվանդանոցը գալիս է, ինչպես իրենք սիրում են ասել, աչքի ավտոբուսը գալիս է եւ պատրաստ են անհամբեր սպասում են, թե երբ կստանան այդ ծառայությունը։ Կարծում կարևոր հանգամանք է նաև այն, որ ծառայություններն անվճար են քաղաքացիների համար։ Որպես հիմնադրան հայկական ակնաբուժության նախագիծը իրականացնում է բոլոր աշխատանքները անվճար, բայց նաև կարող եմ ասել, որ այս կազմակերպության հետաքրքիր առանձնահատկություններից մեկը այն է, որ բարեգործական հումանիտար աշխատանքների հետ միասին նաև իրականացում է լայնածավալ զարգացման ծրագրեր եւ դրա արդյունքներն եւ ռեգիոնալ կենտրոնները եւ հետազոտությունները եւ այն կարող եմ նաև ասել, որ օրինակ հայկական ակնաբուժության նախագծի շնորհիվ էր, որ Հայաստանում անհասության ռետինոպաթիան դարձավ ազգային ներդրվեց եւ դարձավ ազգային ծրագիր։ Հայկական ակնաբուժության նախագծի շնորհիվ էր, որ արհեստականության բանականությունը, արհեստական բանականությամբ աշխատող սարքերը առաջին անգամ լայնածավալ օգտագործում արձանագրեցին Հայաստանում եւ շատ այլ հարցեր։ Կխոսենք այդ մասին իհարկե։ Բժիշկ Մատինյան, ասացեք, խնդրեմ, տարիքի հետ կապված տեսողության խնդիրներ ի հայտ են գալիս, բնականon գործընթաց է դա եւ ինչ խնդիրների մասին է խոսքը, եթե այդպիսիք կան։ Այո, իհարկե։ Տիկին, ասացեք, խնդրեմ, այսօր ակնաբուժության նախագիծը որ փուլում է եւ որքանով ես եմ տեղյակ, մեր համագործակցությունից մարդիկ արդեն ասացիք շատ ուրախությամբ են սպասում աչքի ավտոբուսին եւ արդյոք բոլորն իրենց հուզող խնդիրների լուծումն են ստանում, բոլոր դեպքերում մարդկանց օգտակար է լինում։
սկսեմ վերջից, բոլոր դեպքերում մարդկանց օգտակար ենք լինում, ոչ բոլոր դեպքերում է, որ իրենք կարողանում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, որտեղ դա բնական է։ Շարժական հիվանդանոցում հնարավոր չէ անել բարդ վիրահատություններ, մենք այնտեղ իրականացնում ենք մասնավորապես եւ մեծամասամբ կատարակտի վիրահատություններ, որոնք իրապես ամբողջ ակնային ոլորտի մեծաքանակ մասն է կազմում։ Պատասխանել թե ինչ փուլում է գտնվում հայկական ականավորության նախագիծը այսօր շատ հետաքրքիր է եւ շատ դժվար է, որովհետեւ արդեն նշեցի, որ 25 ծրագրեր են իրականացնում եւ իրենք շարունակական ծրագրեր են եւ փորձում ենք նաեւ նոր ոլորտներում հետաքրքիր նախաձեռնություններ սկսել։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այս տարիների ընթացքում հայկական ակնաբուժության նախագիծը իր գործընկերների հետ միասին վերապատրաստել է ակնաբուժների, մարզային ակնաբուժների մեծ խումբ եւ նրանք են արդեն իրականացնում ստուգումները տեղում եւ մեր շարժական հիվանդանոցում միայն մնում է գնալ եւ այդ մարդկանց, ովքեր մոտ որ վերհանվել են որոշակի խնդիրներ, նրանց փորձել բուժել, վիրահատել կամ նաև նշանակել որոշակի կոնսերվատիվ բուժում, որովհետև շատ հիվանդներ են գալիս շարժական հիվանդանոց եւ գլաուկոմայի եւ դիաբետիկ ռետինոպաթիայով։ Այս դեպքում իհարկե մեր աշխատանքը այլ կերպ է զարգանում։ Ինչպես արդեն ասեցի, մարդիկ գիտեն շարժական հիվանդանոցի եւ հայկական ակնաբուժության նախագծի մասին եւ գալիս են սիրով, անհամբեր սպասելով, որովհետև իրապես սա այն է, ինչ կարևոր է մարդկանց համար։ Նախաձեռնություններից կարելի է նշել նաև մեր համագործակցությունը Ալցհեյմերի խնամք Հայաստանում, որը սկսել է մոտապես 1-1.5 տարի առաջ եւ կարող եմ ասել, որ լինելով դաշտում Հայաստանում արդեն մոտապես 30 տարի մենք բավական փորձ ենք ձեռք բերել եւ այս փորձը հաճույքով կիսում ենք նրանց հետ, ովքեր ուզում են սկսել աշխատանքները Հայաստանում եւ իրականացնել շատ կարեւոր նախաձեռնություններ, դրանցից մեկը Ալցհեյմերի ծրագիրն էր եւ ահա մենք սկսեցինք մի հետաքրքիր աշխատանք այն մարդիկ, ովքեր գալիս էին ստուգման ակնային ստուգման համար, նրանց առաջարկվում էր նաեւ հիշողության տեստ անցնել։ Եվ ահա ի զարմանս մեզ շատ-շատերը համաձայնվում են, որտեղ ի սկզբանե թվում էր, որ մարդիկ պետք է կաշկանդված լինեն որոշակի խնդիրների պատճառով չհամաձայնվեն դրան։ Մեծամասամբ այդ աշխատանքը իրականացվում է, հիմա իրականացվում է նաև Արարատում, կշարունակենք նաև այլ մարզերում եւ կարծում եմ, որ կարևոր աշխատանք է, քանի որ նրանք, ովքեր ունեն դիաբետ, նրանք, ովքեր ունեն որոշակի խնդիրներ, այդ նաև Ալցհեյմերի հետ կապված խնդիրներ դրանք կարող են արտացոլվել ակնահատակում։ Իսկ հայկական ակնաբուժության նախագիծը ունենալով շատ ժամանակակից սարքավորումներ կարող է դա բացահայտել եւ ցույց տալ իր գործիքների միջոցով։ Այդ իսկ պատճառով կարծում եմ այս համագործակցությունը շատ կարեւոր է։ Բժիշկ շատ խոսվեց այլ հիվանդությունների մասին,